Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոպյանը։ Բարև ձեզ, պարոն Ակոպյան։ Բարև ձեզ, Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես ուրախությամբ եկել եմ ձեր հետ։ Շնորհակալ եմ։ Սկսենք այն հանգամանքից, որ օրերս Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը հուշագիր ստորագրեց Ուժեղ Հայաստանի հետ, ինչու որոշեցիք փաստացի ընտրություններին առաջադրվելուց հետո, արդեն հայտերը կներկայացնելուց հետո նոր միավորվել Ուժեղ Հայաստանի։ Նախ երևի սկսեմ նախապատմությունից, եթե կհիշեք, մենք երկար ժամանակ դեռևս պաշտոնապես դրա մասին հայտարարեցինք աշտանը Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, որ մենք պատրաստվում ենք մասնակցել ընտրություններին մեծ կոալիցիայի կոչ անելով։ Ընդդիմադիր առողջ ուժերին առաջարկեցինք համատեղ հանդես գալ, որպեսզի կանխենք սրանց վերարտադրությունը, այս իշխանության վերարտադրությունը։ Եվ դրա համար մենք հնարավորինս ամեն ջանք իրականացրեցինք, բոլոր ազգային ուժերի հետ քննարկեցինք, խոսեցինք, ինչ-ինչ ծրագրային առումներով, քանի որ չստացվեց զուտ ծրագրային խնդիրների հետ կապված, մենք կարևորելով մեր մասնակցությունը, կարևորելով մեր դերակատարումը, ունենալով բավականին այնպիսի թիմ, որ ի վիճակի է ընտրական գործընթացների մեջ մասնակցություն ունենալ, ապահովել առողջ ընդդիմադիր ուժի հաղթանակը, առողջ ընդդիմադիր ուժի հաջողությունը, որոշեցինք նաև դրա մեջ նաև որոշակի բան կար, որտեղ նաև մենք ցույց ենք սրանով տալիս, որ մեր խնդիրը ցուցակում լինել չլինելը չի, դա մեր համար 100-րդական խնդիր է այս պարագայում, մեր խնդիրը այն է, որպեսզի մենք կարողանանք մեր ունեցած ռեսուրսներով, մեր ունեցած հնարավորություններով աջակցել այն քաղաքական ուժին, որը նախ առողջ գաղափարներ ունի, որը նաև մոտ է մեր գաղափարներին, որը նաև մեծ հնարավորություն ունի հաղթելու այս ընտրություններում ամենամեծ ընդդիմադիր առողջ կայ տպատակով։ Մենք աջակցությունը լայնաֆորմատել ենք թե քարոզչական մեր թեզերով հարստացնենք իրենց թեզերը, նաև բնականաբար իրենց թեզերն ենք տարածելու ընդհանուր ներկայացնելու հանրությանը, որը բնականաբար ընդունում ենք համաձայն ենք այդ թեզերի հետ։ Ընտրական գործընթացին ակտիվ քարոզչական աշխատանքից բացի նաև վերահսկողական գործընթացին ենք մասնակցելու տեղերում, տեղամասերում, այո, որպեսզի կարողանանք ապահովել ազատ, արդար, թափանցիկ ընտրության անցկացումը եւ բնականաբար, եթե այդ առաջին մասը լինի, ես համոզված եմ նաև իշխանափոխությունը Հայաստանում, որովհետեւ բոլոր սոցիոլոգիական հարցումները, թե մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ ընդդիմությունը ունի մեծ հնարավորություն ընտրական գործընթացով իշխանությունը փոխելու։ Դա որքանով կստացվի, չի ստացվի, դա այլ հարց է, եւ կարծում եմ կստացվի մի դեպքում, եթե քաղաքացին ոչ միայն գա տեղամաս, ինչքան շատ կան տեղամաս, այդքան հնարավորություն ավելի մեծ է լինելու հաղթանակի հասնելու, գումարազան նաև տեր կան իր ձայնին, միայն գալը քիչ է, որտեղ ինչ անում այսօրվա իշխանությունը, մենք նկատում ենք ամեն ինչի պատրաստ է։ Իշխանությունը պահելու համար ինքը ամեն ինչի գնալու է, ու դրա համար քաղաքացիները պետքա պատրաստ լինի հետընտրական գործընթացում պահպանելու իր տված քվեն, սահմանադրությամբ իրեն տված իշխանության իրավունքը քաղաքացին ոչ միայն պետք է ընտրի, այլև պիտի գա պաշտպանի։ Եթե այս ամեն ինչ եղավ, համոզված եմ ես, որ ստացվել է Հայաստանում իշխանափոխություն։ Բայց ամեն դեպքում դուք միասնության թևերի հետ հուշագիր կնքեցիք, հետո հայտարարեցիք, որ դադարեցնում եք համագործակցությունը, Ուժեղ Հայաստանին էլ փաստորեն ուշ կարելի ասել աջակցություն հայտնեցիք, ուշ ասելով այն առումով, որ միասին չեք գնում ընտրությունների մասնակցելու, ընտրություն այդ իրենց որ ապրելու երկիր օրինակ մի քանի օր առաջ արդեն իսկ միավորվեց, այդ ժամանակ կարող եք միավորվել, այսինքն ինչու չեք ուզում մասնակցել ընտրություններին։ Նույնիսկ ընտրությունին ուզում ենք մասնակցել ու բնականաբար նաև մեր քայլերը ցույց են տվել, որ չենք խուսափում ընտրությանը մասնակցելուց, ուղղակի մենք ուզում ենք նաև ակնհայտ ցույց տանք հանրությանը, որ մեր նպատակը, մեր խնդիրը զուտ միայն համագործակցելը չի։ Տենց լինի շատերի հետ կարենք համագործակցենք, շատ կուսակցի ցուցակներում կարենք լինենք, բայց մեր նպատակը դա չի։ Մեր նպատակը ուսեմ խնդրում գալ, падգամավոր դառնալը չի, ընդդիմություն տեղ զբաղեցնելը չի։ Մեր նպատակը Հայաստանում կոնկրետ իշխանափոխություն իրականացնելն է։ Եվ ինչու՞ն է որոշակի բանակցությունները Ուժեղ Հայաստանի բավական առաջ էին սկսել, մի քանի օր շաբաթ առաջ էին երևի սկսել շաբաթներ, բայց մենք նաև միտում կար դրա մեջ, որ մենք ցանկացանք հենց ցուցակների հապարակումից հետո, որովհետեւ նաև սրանով ակնհայտ ցույց տանք, որ մենք որևիցե ամբիցիաներ, որևիցե բան չունենք, ուղղակի մեր նպատակը զուտ
ազգային հայրենասիրական մեր գաղափարները կյանքի կոչելու, մեր ռեսուրսը օգտագործելու Հայաստանում իմ կարծիքով արդար նպատակին հասան մեր նպատակը, ինչպես արդեն նշում եմ, նախ եւ առաջ իշխանափոխությունն է, Նիկոլին իշխանության հեռացումը։ Դրա համար ենք նաև ստեղծվել ու նաև այդ գաղափարով շարունակում ենք առաջ գնալ։ Արդյոք հնարավոր է իսկապես իշխանափոխություն իրականացնել, փաստացի 19 ուժ մասնակցում են ընտրություններին, երկուսը դաշինքի տեսքով, 7-ը արդեն որպես քաղաքական կուսակցություն, քննադատվում էր, որ 2021 թվականի պատկերը չպետք է թույլ տան, 26 ուժ մասնակցեց, ձայները փոշիացվեցին եւ այլն, հիմա 19 ուժն էլ քիչ չէ։ Ինչու այսպես եղավ։ Համաձայն եմ, ընդունում եմ, բայց փառքասու 19 ավելի քիչ է, քան 25-ը, գոնե այս առումով կա որոշակի, ու իդեպ ասեմ, մենք էլ բնականաբար կարայինք առանձին մասնակցելու։ Մենք էլ ունենք բոլոր այդ հնարավորությունը, հանգիստ կարայինք մասնակցենք ու հաստատ համոզված եղեք, ես առաջադրված շատ ու շատ ուժերի շատ ձայն կհավաքենք, բայց մենք դրա հետևից չգնացինք մի պարզ պատճառով, որտեղ մենք ի սկզբանե ընդունել ենք, որ լայն կոնսոլիդացիայի կարիք կա, որ պետք է ընդդիմադիր ուժերը, առողջ ընդդիմադիր ուժերը, սա ամեն անգամ ֆիքս է, միավորվեն, ու մենք այդ գաղափարի հետևից ենք գնացել, մենք չենք պատրաստվում առաջադրվել կամ ասենց զորով անցնել կամ չանցնել կամ ձայները փոշիացնել, ամենամեծ սկզբունքն է։ Դրա համար օգտվելով արդից բոլորը 19 ուժերից ովքեր այս բանին ակնհայտ երևում է, որ իրենք չեն անցնելու, որտեղ բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ կան ու զրո ամբողջներով կուսակցության թիվը բավականին շատ է։ Ես խնդրում եմ, առաջարկում եմ, որպես հայ մարդ, որ ուզում է ունենա հայրենիք, որ ուզում է ապրել Հայաստանում, որպեսզի չդառնան քոչվոր, խնդրում եմ իրենց, որպեսզի իրենք ճիշտ ժամանակին հայտերը հետանան, որովհետև յուրաքանչյուր ձայն շատ կարող է լինելու այս իշխանությանը տապալելու հարցում։ Եվ խնդրանքս է այդ ուժերը, իրենք իրոք մտածում են իշխանափոխության մասին, սա նաև կարևոր է նաև նշել, մեր համար սա սովորական ընտրություն չի։ Մենք ասում ենք ընտրություն, մեր համար սա հանրաքվե է։ Հայաստանի լինել չնելու հարցն է, եւ այստեղ պետք է ինձ ամբիցիաները թողնել մի կողմ ու նստել սեղանի շուրջ, պայմանավորվել։ Չէ, արդեն։ Չէ, ժամանակ ընթացքում կան հայտերը հետ կանչեն, եթե չասեմ, չէ, մայիսի վերջ օրենքով կարան հերձերցնեն ու քրյաթերթիկում չլինեն։ Մնացող կոչ եմ անում, խնդրում եմ, այդ ուժերին անպայման սրա մասին մտածեն, պետք չի օժանդակել, որսի Նիկոլ Փաշինյանը նորից այդ ձայների հաշվին վերընտրվի։ Որ կարող է այդպես լինել։ Ես հավատում եմ, որ որոշներ դուրս են գալու, իդեպ նաև լսել եմ խոսակցություններ, նաև ընկերական շրջապատից եւ այլն, որ ուժեր կան, որոնք վերջնական մայիսի կեսի սոցհարցումից հետո պատրաստվում են չմասնակցել։ Ես միայն ողջունում եմ այդ քայլը, այսինքն թող փորձեն, եթե չի ստացվում բարձրացնել ռիզիկը, անպայման խնդրում եմ դուրս գալ, որպեսզի կանխենք, ասում եմ, սրա վերարտադրությունը։ Դրանից հետո ես համոզված եմ, Հայաստանում կլինեն արդար ընտրություններ, բոլորս կմասնակցենք ու ռեալ արդեն հասարակությունը իր ձայնը նայողություն կտա։ Սա լինել չնելու հարցը, այնպես որ չպետք է խանգարել իշխանափոխության գործընթացին։ Իսկ այդ ուժերի միավորումը հնարավոր է, որ իսկապես վճռորոշ լինի, որովհետև հենց այս սցենարից է իշխանությունը շատ անհանգստացած։ Ինչա՞, նայեք, ես նաև այն տեսակետը նաև որպես քաղաքագետ եմ ասում, ես չեմ կարծում, որ եթե լիներ մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ հնարավոր կլիներ, որտեվ ձայների բաշխվածության էլեկտորատի այնպեսին է, որ չեմ հավատում, եթե օրինակ պայմանական X քաղաքական ուժը միայն լիներ, այդ բոլոր ընդդիմադիր ձայները գնալին X-ին։ Այսինքն ես իմ համար ավելի հավանական սցենար եմ տեսնում, որ 3-4 քաղաքական ուժ են անցնելու ընդդիմադիր թևից ազգային ժողով ու իրանք բոլորը միասին կոալիցիայով կարողանալ են իշխանալ։ Սա ավելի հավանական սցենար է իմ համար, քան եթե մեկ ուժ գնար։ Այնպես որ ես խոսքս չի գնում են առաջատար ուժերի մասին, որոնք անցողիկ շեմ հաղթելու խնդիր չունեն։ Խոսքս ման նրանց, որոնք շատ ավելի քիչ են, իրանց եմ կոչանում, խնդրում անպայման հանել տեխնացիոնը չգնալ։ Այս process-ի մեջ չմտնելու ձայն։ Հիշում եք 250,000 ձայն մոտավոր փոշիացած 21 թվականին։ Շատ կարևոր է, որ դա թույլ չտանք, որ ձայները չփոշիանան։ Իսկ ինչպիսի ընտրություններ կընթանան կարծում եք, կամ մինչև ընտրություններ ինչ իրադարձություններ կարող են լինել, որովհետև արդեն իսկ ճնշումները սկսված են, քրեական գործեր, կալանավորումներ եւ այլն։ Ճնշումները սկսված են բնականաբար, ամեն ինչ անելու է իշխանությունը, որպեսզի այն մրցակիցները, որոնցից վտանգ է տեսնում, ազատվի։ Ու այս նախ եթե ուշադիր եք դա ուշադրություն եք դարձնում, այս ամեն օր հակակոռուպցիոն կոմիտեից բացահայտումներ, այս քրեական դա նախ եւ առաջ եթե ուշադիր լինեք, ինքը ավելի շատ քրեաիրավական նպատակներ չի հետապնդում, ինքը քարոզչական բնույթ է կրում։ Ինչի են դա անում, տեսեք, ձեզ ասեցին, ժողովուրդը հանգրտ չգնաք էս ու ձեզ նման կերպ անա։ Այսինքն սա միտումն է, որ մենք այսօր բոլորս մեր համանդրական իրավունքը խախտվում է, մեզ բոլորից լսում են փաստորեն։
ում երբ ուզում լսում են, ես վստահ եմ այդ որոշումները հետին թվով են դատարանի դնում գործի մեջ, կամ միգուցե լսում են, տեսնում են, ահա, այստեղ կարելի է որոշակի բան գտնել, գնում դատարանից որոշում են ստանում։ Սա ակնհայտ է, որ ապօրինությունն է, սահմանադրական յանքի խախտում, ու ամեն ինչի գնալու են։ Բայց հասկանալ չէ, որ ընտրությունները պետք է լսեին, որպեսզի ընտրակաշառք չլիներ, այսինքն այստեղ խնդիրը ո՞րն է, որ հրապարակում են։ Չէ, հենց այդ նախ մասերը նկատեք ինչն է հրապարակվում։ Հատուկ այնպիսի տերմինալով այն մասն է, այ որ վարկաբեկվի այդ քաղաքական ուժը, այ դրանով իրենք նաև որոշակի քարոզչական նպատակ։ Բայց ամեն դեպքում հանցակազմը գտել են, չէ, որ ես անկեղծ ասած Էմիլ ջան, այդ ձայնագրության բովանդակության մեջ որից է հանցակաց չեմ տեսնում։ Մի քիչ էլ իրավաբանական գիտելիքներ ունեմ, ավարտեցի նաև իրավաբանության մագիստրոսի կոչում ունեմ, ես ընդե որևիցե այդ ձայնագրությունների մեջ որևիցե իրավական բան չեմ տեսնում։ Այսինքն դա նաև կարելի է սովորական մարդկանց խոսակցություն։ Սովորական, այսինքն մարդը ասում է ընտրությունների ենք մասնակցում, որ գանք իշխանության, բնականաբար որոշակի պալիազորություններ ենք ունենալու, այսինքն ընտրությունը չէ, որ ինքը նաև գործընթացը ով հաղթում է, կառավարություն է գալիս։ Իսկ կառավարությունում կան հայեցողական պաշտոններ, որտեղ նշանակումը չէ ընտրության արդյունքում են այդ մարդիկ նշանակում։ Այսինքն զուտ այս եթե մի սա է միայն բովանդակությունը։ Ասում որ գանք իշխանության լավ կլինի։ Այսինքն եթե միայն այս ձայնագրության այս կտորն ենք վերցնում, ես դրա մեջ ոչ քրեական բան չեմ տեսնում, բայց առավել եւս իմ համար ձայնագրությունների մասում կային այնտեղ ինչ որ գումարների հետ կապված խոսակցություններ 20000 դրամ, ինչ որ 50000 դրամ։ Մեկը կտրած է կոնտեքստից։ Մեկը ինքը ամբողջական բանը մենք չենք տեսնում, կոնտեքստից կտրած է, բայց մի հատ շատ կարևոր բան, լավ, եթե ասենք հանցանք են նկատել։ Եթե նկատել են հանցանք, ինչ են հրապարակում այդ ձայնագրությունը։ Թող գնան իրենց հակակոռուպցիոն կոմիտեով քննեն գործը, այսինքն ակնհայտ է, չէ՞ որ իմ ասածն են գալիս, սա քարոզչական նպատական նախև առաջ հետապնդում, այսօրվա իր գործողությունը ինքը ամեն օրը քարոզչական նպատակով է օգտվում։ Հիմա հակառակն այս մետրոյում քաղաքացուն է հանդիպում, ասում է քաղաքացին աշխատանք է իրանից ուզում, ակնհայտ ուղիղ եթերով, ասում է 10000 դրամով կաշխատես օրը։ Այսինքն սա ընտրակաշառք չէ, ուղիղ եթերում բոլորի աչքի առաջ այդ խոսակցությունը ընտրակաշառք է, այսինքն եթե խոսում ենք որ նա հանցանք, ուրեմն սա էլ է հանցանք, եղբայր, ուրեմն պետք է մենք հավասար ապահովենք հավասար, այսինքն նույնքան նաև քրեական գործ պետք է կառուցել իր նկատմամբ, ու նաև պետք է հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվի դրանով, բայց մենք բազմիցս հայցեր ենք ներկայացրել դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, ակնհայտ խախտումների վերաբերյալ, եկեղեցու հետ կապված դեպքերի վերաբերյալ բոլոր գործերը մերժում են, չգիտես ինչու։ Հիմա իմ քայլի հետ կապված Աննա Հակոբյանն ասում է, որ ինքը չի ասոցացվում քաղաքացիական պայմանագրի հետ եւ ընտրակաշառք չէ, երբ թոշակները, ուսման վճարները տրամադրվում։ Չի ասոցացվում, ակնհայտ է որ ասոցացվում, դե այդպես կարանք շատ բան մեկնաբանել։ Ասում է որ իրավունքները պաշտպանելու եւ դատարան է դիմելու։ Ինչ ինքը նույնիսկ խոշտանգումը չի հասկանում ինչ է, ինքը խոշտանգում տերմիններ օգտագործում է, ճիշտ ասած չեմ ուզում իրենց մեկնաբանել, իմ համար սկզբունքային իրենց խոսքեր չմեկնաբանել, բայց այդ մարդու խոշտանգումը չգիտի ինչ է, ասում է իրեն խոշտանգել են։ Բայց մեկ այլ կարևոր նաև հանգամանքի մասին կցանկանամ խոսել։ Այս ընտրական գործընթացի մեջ, երբ որ մենք այս գործընթացը դիտարկում ենք, ինքը խնդիրը միայն ընտրակաշառքը չի, վարչական ռեսուրսի կիրառումը ակնհայտ շատ է, ես նման բան չեմ նկատել։ Մարդը չսկսած քարոզարշավը, ամբողջ պետական ապարատը օգտագործում է, մեքենաները, ինչ հնարավորինս կա օգտագործում է, որպեսզի օգտագործի այս ժամանակը քարոզչություն իրականացման, բայց քարոզչություն արեկով է խանգարում։ Նկատի ունեմ ընդդիմադիր ուժերին։ Հիմա բնականաբար ընդդիմադիր ուժերն են անում օրենքի սահմանում, բայց ես մի հիմա օրինակ բերեմ, որպեսզի ակնհայտ լինի։ Վերջերս իր ելույթը ազգային ժողովում բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատրաստում են ընտրել ինչ-որ ուժերի շունշանգյալ անվանելով, այդ ես հայց եմ ներկայացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, խնդրելով, որպեսզի վարույթ նախաձեռնեն իր նկատմամբ, որպես հանրային պաշտոնյանց նման արդեն ես վիրավորվել եմ այդ բառից, որտեղ ես պատրաստվում եմ օրինակ այդ ուժերից մեկին ընտրել։ Հիմա պատասխան կա դա։ Այո, եկել է պատասխան, դա եմ ուզում ասեմ, փաստաբանի գործառության ստանձնել։ Ոնց որ գրած լինի Նիկոլ Փաշինյանը փաստաբանը պաշտպանում են։ Գիտեք ինչ, երկրում հայտարարված ընտրություններ, ընտրական գործընթացը, ընտրական գործընթացում ավելի լայն լիազորությունն են, քաղաքական խոսքը ազատ պետք է լինի այդ նպատակով, այսինքն ականայդ պետական մարմինները, որոնք մեր բոլորիս հարկերի միջոցով են աշխատում, Նիկոլ Փաշինյանի փաստաբանն են այսօր դարձել։ Ու սա ինչա պաշտոնական դիրքի չարաշահում չի, սա ինչա վարչական ռեսուրսի կիրառում չի։ Այսինքն միայն ընտրակաշառք եք չնայեք, որովհետև նրանք էլ քիչ պակաս ծանր հանցագործություններ չեն, քան ընտրակաշառք։
Այս լարված մթնոլորտը արդյոք աշխատում է իշխանության օգտին, որովհետև միտումնավոր նաև մթնոլորտը սրելու տենդենսներ ենք մենք տեսնում, Փաշինյանը ամեն անգամ ազգային ժողով գնալուց միտումնավոր նաև կոշտ հռետորաբանություն է իրականացնում, նաև երբ որ ներկային լինում ընդդիմությունը ավելի շատ, այս ամեն ինչ հակասություններ է ուզում ստեղծել եւ մտածում է, որ այդ հակասությունները իր համար շահեկան կլինեն։ Ես գիտես ինչ եմ մտածում, ջան, իմ պատկերացմամբ վերլուծելով այս իրավիճակը, ինքն ունի X թվով էլեկտորատ, այդ X թվով էլեկտորատին ինքը ինչ-որ բան պետք է, ներողություն արտոնից կերակրի։ Ինքը պետք է այդ մարդկանց քարոշչական ինչ-որ բան տրամադրի։ Իրեն ընտրելու են։ Չէ, դրանով ինքն է ուժեղացնում այդ բանը, դրանով իրեն ավելի է ոգևորում այդ ուժին։ Իմ կարծիքով իր նպատակը ունեցած էլեկտորատը պահպանելն է։ Հույս ունենալ, որսի մասնակցությունը ցածր կլինի, իր ունեցած X թվով էլեկտորատով ինքը կարող է այդ մարդկանց ապահովել, չէ՞ որ այդ մարդիկ ավելի կազմակերպված են, հաշվնը վարչական ռեսուրսի եւ այլնից բերելու անդրադեղամա, ինքը դրա վրա հույսը դրե, բայց ես ասում եմ, հարգելի քաղաքացիներ, եթե ուզում եք, ու ինձ թվում է մեծ մասս մենք ուզում ենք, որպեսզի փոխվի այս իշխանությունը, վստահ եմ, հասարակության մեծ մասը դա է ուզում, չպետք է տանը նստել, պետք է գնալ անդրադեղամաս։ Մոտավոր հաշվարկներով, եթե ընտրություններին 1.3 միլիոն միջով մասնակցություն մենք ապահովենք, ես կասկած չունեմ, որ իշխանափոխություններ տեղանալու, որովհետև իրանց էլեկտորատը ավելի կազմակերպված է, ըստ եւ նաեւ հարցումներ են դա ցույց տալիս։ Անդիմադի էլեկտորատը հասնում է դեմ եմ, բայց հենց հարցում ես գնալու ես ընտրության, իմ ասում չէ։ Իսկ խնդրում եմ ես բոլորին, ովքեր դեմ են, այս իշխանությունը գնան ընտրության ու ձայնը տան ավելի շատ ձայներ ունեցող անդիմադիր ուժերին, որսի կարողանանք ապահովել այս երկրում իշխանափոխության գործընթացը։ Իսկ Քարոզ Արշավը որքանով է հավասարաչափ ընթանում, որքանով է ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում այդ ակտիվ քարոզչությունը իրականացնել եւ ոչ թե սпасել մայիսի 8-ից սկսել։ Այնինչ նախ միացնե կարևոր հանգամանքը պաշտոնական Քարոզ Արշավը դեռ չի սկսվել։ Մայիսի 8-ից է։ Հա, ընդունում եմ, բայց ուշադրություն դարձնենք, ես հատուկ 3, չէ, առաջ օրը 2 օր առաջ կարող եք դուք ներել Հայլուրի լուրերի թողարկումն եմ միացրել ժամը 9-ին 21 րոպե, 22 րոպե գրեթե, իրանք առաջի ռեպորտաժը նվիրված եղել Նիկոլ Փաշինյանի, չեմ Գեղարքունիքի հիմա դպրոցներից մեկ այցում 22 րոպե Հայլուրի ռեպորտաժը նվիրված եղել է, նույնիսկ իրանք օպերատորները չի գնաց, հեռախոսով նկարած կադրեր են։ Այսինքն մեր հարկերի միջոցառման լրատվամիջոցը չգիտեմ ինչքան է եթեր 40-45 րոպե կլինի, այսինքն ուղիղ կեսը տրամադրել է իր այդ այցին, որը քարոզչական նպատակ է։ Սա պատճառ չէ, որ ընդդիմությունը ավելի ակտիվ Այո, իհարկե պատճառ է, ես որոշակի ակտիվություն նկատում եմ, բայց էլի համաձայն եմ ձեր հետ, պետք է էլ ավելի ակտիվանանք։ Հիմա մենք էլ որպես ինչ որ մաս քարոզչական, որ աջակցել ենք ուժեղ Հայաստանին, մենք էլ մեր մասով պետք է էլ ավելի ակտիվանանք, մոտակա 38 օր մնացել ընտրություններին, որսի կարողանանք էլ ավելի շատ մարդկանց մեր գաղափարներին ներկայացնենք, որսի մարդկանց համոզենք, խնդրենք, որպեսզի անպայման մասնակցեն ընտրություններին ու ընտրեն ընդդիմադիր ուժերին, այս դեպքում բնականաբար ուժեղ Հայաստան, որտեղ մենք աջակցում ենք ուժեղ Հայաստանին։ Իսկ ժողովուրդը նայում է ծրագրերին, որոնք ներկայացում են, որովհետև նմանություններ կան ընդդիմադիր ուժերի միջև ծրագրային, ամեն դեպքում ինչ է սպասում ժողովուրդը լսել։ Ժողովուրդը իրանց երկու հիմնական թեմա է ու նաև օբյեկտիվ է թեմաները, դա բնականաբար անվտանգությունն է, որտեղ ինչ ուզում ենք ասել, մենք բոլորս գիտենք Մասլոուի բուրգի օրինակը, մարդուն երկու բան է, նախ եւ առաջ անվտանգություն ու սոցիալական խնդիրներ ու սնունդ եւ այլն, էլի։ Այս դեպքում այդ երկու խնդիրներն է մեր հասարակությանը մտահոգուց, անվտանգ լինել եւ սոցիալական խնդիրները բավարարեն, ինչի համար կարծում կան նախադրյալներ, կան նաև հաշվարկներ, եթե նկատեցիք, նաև ուժեղ Հայաստանը 3 իր թեզերից մեկը ներկայացրեց, որ իր հաղթելու պարագայում 6 ամսվա ընթացքում եւ պետական եւ մասնավոր միջոցներով այնպես են որ ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վերացվի։ Դա ես թվերին հետ նայել եմ ինքս, տնտեսագետ չնով համոզվել եմ, այո, որ դրա մեջ կա ռեալ հաշվարկ ու դա հնարավոր իրականացնել։ Այսինքն այս ամեն ինչն է քաղաքացին ուզում լսել ու քաղաքացուն պետք է ներկայացնել ու նաեւ հավաստիացնել, որ սա հերթական ձեզ չեն խափում, դե իրականում թվերը ցույց տալ հավաստիացնել, որ այդ հնարավորությունը մեր երկիր ունի։ Մնում է ընդհանրապես իրենցից այս բանը պահանջում է մասնակցություն ապահովել եւ Բայց այս քննադատությունն էլ է հնչում, որ այս ընտրությունները լավ ապրելու մասին չէ եւ ժողովուրդը կոնկրետ ուզում է պատասխաններ ստանալ շատ հարցերի հետ կապված, մասնավորապես հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով, կնքված պայմանագրերի կամ նախաստորագրած պայմանագրերի, նույն թրիփի մասով եւ այլն, որոնք այդքան էլ պարզորոշ չի տրվում դրանց պատասխանները։ Նրան որոշակի առումով միանշանակ համաձայն եմ, դրաման նշեց երկու հարցեր, անվտանգություն ու սոցիալական խնդիրներ, երկուսն էլ շատ կարեւոր են։ Հարցումները եթե տեսնում ենք,
անվտանգություն, այսինքն այս երկու խնդիրներն է մեր հասարակությանը հուզող, այո, վստահաբար կարծում եմ այս հարցերի պատասխանը պետք է տրվի մեր հասարակությանը, նաև մենք պիտի աջակցենք, նաև մեր գաղափարները ներկայացնենք, նաև հայակվեն որպես միավոր քաղաքացիական, որովհետեւ հասարակության նաև այս մասով ներկայացնենք մեր գաղափարները, իսկ գաղափարները նաև տեղյակ եք որ բազմաթիվ բազմավոլորտ են ու նաև շատ կարևոր են, այո, այս խնդիրների առաջ կանգնեցնել, հասկացնել մի կարևոր բան, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, չինելու անվտանգություն, մենք հայրենիք չենք ունենալու։ Այսինքն եթե մի մարդ է այսօր, ախր ինչքան ասում ենք չխոսենք իրենից, էլի գալիս ենք իրեն։ Մի մարդ եթե պատրաստ է տեր չկանգնի Ստեփանագերտում հայ առաքելական երեցու կործանման մասին ինչ անենք, դա ապօրինի կառուցել, ինքը իրան փորձի Ասում եմ որ մեկնաբանել։ գնանք Արցվաշենը վերցնենք, այնտեղ տեսնենք կառույց, չեք քանդելու։ Ասելու եք Ադրբեջանին է վերաբերում, չենք քանդելու։ Ես ընդհանուր մի բան կարամ ասեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ոչ միայն Արցվաշենը չենք վերցնել, հարցը ընդհանրապես Հայաստանինները թե չէ, այնպես որ թող հերթական անգամ ժողովրդին չխաբի իր ստերով։ Արցվաշենը ինքը հետ բերող չի։ Մի հատ էլ տեսնենք թե Արցվաշենը ինչ է կառուցված։ Ասում եմ, օր առաջ պետք է այս մարդուն իր տեղը տանենք։ Դու կարծում եք հետ չի բերելու։ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված անկլավները տալու է, բայց Հենրի ջան, ես մի բան եմ համոզված, եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ եկավ իշխանության, որ մենք ընդհանրապես մեր պետականությունը կասկածի տակ է դրվելու։ Աստծո թե սխալվեմ, այդպես բան չնի եւ իր իշխանության գալու մասով եւ հակառակ մասով, բայց ես որևիցե լավ բան չեմ տեսնում իշխանության գալու պարագայում, ոչ միայն անվտանգային, սոցիալական, տնտեսական որևիցե ոլորտում ես կներեք չեմ տեսնում ապագա, ու այդ պատճառով այո, անելիք շատ ունենք։ Մեր քաղաքացիները անելիք շատ ունենք, ու ես էլ մի կարևորագույն հանգամանք եմ ներկայացնեմ, որ պայքարն են չի հունիսի 7-ով ավարտվելու է։ Մենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ պիտի պայքարենք, սակայն այդ նիկոլիզմ երևույթի դեմ պիտի պայքարենք։ Անհատը կարա փոխվի, բայց այդ մտածելակերպը, այդ բանը պիտի մեր հասարակության մեջ փոխվի։ Մեր հասարակությունը պիտի հասկանա արժեքը ինչ է, սրբությունը ինչ է, հայրենիքը ինչ է։ Այ ու դրա այդտեղ հատկապես հետ են գալու նվեն հարցին, որ միշտ խոսում են կրթական ոլորտին։ Այո, մենք կրթական համակարգը պիտի փոխենք, քանի չենք սկսել գործից, որովհետեւ տարիներ հետո մենք դրա արդյունքը տեսնենք։ Այնպես որ անելիքներ շատ կան ու հունիսի 7-ով ամեն ինչ չի ավարտվելու, ընդհանրապես հունիսի 7-ը սկիզբն առնելու մեր երկրի վերականգնման, մեր հայրենիքի վերականգնման։ Երբ ասում եք պետականություն կկորցնեք, ինչ նկատի ունեք, ինչ կլինի։ Ես վտանգ եմ տեսնում, միանշանակ վտանգ եմ։ Ես եմ պահպանում պետականությունը, ինքնիշխանությունը։ Նախ այդ հարցի պատասխանը ֆունից տալիս են ինքը տես բան ասում, ես ասում եմ ինքը շատ վատ համակարգ է ստեղծել, թե իրանից է կախված։ Լավ ղեկավարը ոչ թե իրանից է կախված ստեղծում համակարգը, այնպեսի համակարգ է ստեղծում, եթե հանկարծ ինքը մեկ օր չլինի, այդ համակարգը աշխատի։ Այնպես որ այդ հերթական բանն է, եթե ես չլինեմ վարչապետ, որից մեկը չինի 8 տարի առաջ ոնց որ մեր հասարակությանը խաբեց բերեց հասրեց դրան, սա դրա շարունակությունն է։ Ինքը իր լինելիության հանգամանք ես համոզված եմ, որ ի լինելով չի կախված խաղաղությունը։ Պատերազմ կնի թե չինի, լինել չլինելով չի կախված։ Դա հազար գործոններից է կախված, աշխարհակաղակական իրողությունից եւ այլն։ Եվ ինքը, որ ասում եմ, չի լինի հայրենիք, որտեվ այ ինչի չի լինի հայրենիք, որտեվ ինքը այսօր սպասարկում է թուրքական շահը, ադրբեջանական շահը։ Իսկ թուրքական ու ադրբեջանական շահը ակնհայտ է Հայաստան չլինելը, ասեն մեկ դարից ավել իրենք այս քաղաքականություն են վարում։ Բացեք իրանց փաստաթղթերը, տեսեք իրանց ապագա պատկերացած թուրանական քարտեզում, մեծ Թուրքիայում, կա Հայաստանը, թե չէ։ Եթե չեմ սխալվում, երկու երկիր գոյություն չի իրանց մեծ թուրքական քարտում։ Կիպրոսն ու Հայաստանը բացարձակ չկան որպես երկրներ։ Բացենք նայենք ու դրանից հետո հասկանանք իր ընտրվելուց հետո ինչ է սպասում Հայաստանին։ Սա ես ցավ եմ ասում, բայց ես նման կանխատեսում ունեմ, բայց վստահ եմ չի իրական այդ կանխատեսումը, որտեղ հունիսի 7-ին իրանք ճանապարհենք այնտեղ, որտեղ պետք է լինի։ Կարծում եք, որ իսկապես վճռորոշ կլինի միավորումը ընդդիմադիր ուժերի։ Էլի միավորում ասում, միավորում այն ֆորմատով, հա, հետընտրական միանշանակ պետք է լինի ու ես կարծում բոլոր իրենց իրական ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն ու ես կոչ եմ անում, պետք է պայմանավորվեն, որ այսինքն ամեն ինչ պետք է արի, որ հանկարծ այս իշխանությունը չընտրվի։ Ու այդ բարագայում այն իշխանությունը գնայք, ով որ չի այն քաղաքական ուժը որ դա չի անի, իմ անձնական թշնամին կդառնա, ինչքան իմ ընկերներն են։ Այն քաղաքական ուժը, ով հետընտրական process-ում չի ապահովի Նիկոլ Փաշինյանի հեռացումը, գնայք այդ քաղաքական ուժը, որ կնպաստի Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ վերընտրման։ Ու ես համոզված եմ, գոնե առողջ ընդդիմության մեջ չենք տեսնել նման բաներ։
Իսկ թրիփի մասով, խաղաղության համաձայնագրի մասով դուք ինչ լուծումներ եք տեսնում, ինչ է լինելու, ինչ քաղաքականություն պետք է որդեգրել, որովհետև մի կողմից եթե ընդդիմությունը ասում է այս փաստաթղթերը չենք շարունակելու, ասում է տեսնում եք, խոսում են պատերազմի մասին, եթե չեք շարունակում, փակուղի եք մտցնում այս գործընթացները, նշանակում է պատերազմի հավանականությունն է մեծանում։ Եթե ասում են, որ այո, պետք է վերանայենք գործենք, ասում են դե հենա ինչ տարբերություն, մենք էլ ենք դա անում։ Ջան, բնականաբար նախսում ընդհանուր գաղափարական տեսանկյունից որևիցե նորմալ մարդ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ չի գասի, որ մենք խաղաղություն չենք ուզում։ Մենք էլ ենք ուզում խաղաղություն ու բոլորն են ուզում խաղաղություն, որտեղ զարգացման միակ ճանապարհը խաղաղությունն է, ոչ մեկ պատերազմ չի ուզում։ Այսինքն, բայց մենք այս խաղաղությունը, որ ինքն է ուզում բերի, գնանք ես մի օրինակը միշտ բերում եմ։ Հարևան ինչի պետք է քո հետ վեճ ունենա, թե ինչ ուզենա տաս։ Ինչ ուզում է տալիս ես, դեռ էլ վեճը ո՞րն է, այսինքն հա, եթե այս խաղաղությունը sense տալով վերջը Հայաստան չի լինի։ Բայց ինչ վերաբերում է այս գործընթացներին թրիփ եւ այլն խաղաղության օրակարգ եւ այլն, իմ խորին համոզմամբ սա մեծապես ոչ միայն կախված է մեզանից, այլ աշխարհակահական իրողություններից, ԱՄՆ-Իրան հարաբերություններից, Ռուսաստանի դերակատարումից տարածաշրջանում, այնպես որ սա միայն մեր հետ կապված գործընթաց չի, որ այսի մեր հարցի միանշանակ պատասխանը թե մենք սա շատ հնարավոր մենք կուզենանք ամեն ինչ անենք, բայց աշխարհը այնպեսի լինի, որ դրանց կարիքը չի լինում, նաև նկատում ենք ինչ եղավ Իրանում, այնպես որ ես կարծում եմ սրանց մասին դեռ ժամանակ կլինի խոսելու, բայց մենք ի պատասխան այդ թեզերի պնդենք, այո, մենք ձեզանից շատ ենք ուզում խաղաղություն։ Ինչի ենք ձեզանից շատ ուզում խաղաղություն, որովհետև դուք այդ օրակարգը խափելու միջոցով եք այս հասարակությանը։ Դուք շատ լավ գիտեք, որ ձեր այս բերած օրակարգով խաղաղություն չի լինելու։ Դուք շատ լավ գիտեք, թե ձեր հիմնական նպատակը հունիսի 7-ի վերընտրվելն է։ Այդ ամբողջ գործընթացը դրա շուրջ է, բայց մենք իրական խաղաղություն ենք ուզում ու ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ խաղաղությունը հստակ գրված լինի երաշխիքներով։ Որից է ինչ-որ մի ոչ թե ինչ-որ մի թղթի վրա գրված, որ չգիտես, դրա երաշխավորով ով է գարանտ կանգնելու ինչ է լինելու ընդհանրապես։ Իսկ ինչ վտանգներ եք տեսնում աշխարհքաղաքական առումով, որպես քաղաքագետ Իրանի մասով ինչ կլինի առհասարակ մեր շուրջը, ինչ իրավիճակ կարող է լինել։ Ես աշխարհաքաղաքական առումով անկեղծ ասած նկատում եմ որոշակի նաև կանխատեսում եմ հակաթուրքական տրամադրությունի ուժեղացում աշխարհում, որտեղ մենք երբ որ նկատում ենք Չինաստան, Թուրքիա, Իրան-Թուրքիա, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունում, նաև Արևմուտք-Թուրքիա հարաբերությունում որոշակի զարգացումներ տեղի կունենան ապագայում, որտեղ թուրքական այս քաղաքականությունը, որ Թուրքիան է վարում տարածաշրջանում, որոշակի նաև իրեն շահին է համընկնում, ու մենք նկատելու ենք փորձ թուրքական ազդեցության թուլացման։ Ու այս իրողությունից այո մենք պետք է նաև օգտվենք, նաև իմ կարծիքով Իրան-ԱՄՆ այսօրվա հարաբերությունը նաև դրան է բերում, որ Իրանը ուժեղացնել է դերակատարումը տարածաշրջանում, Իրանը նոր կարգի խաղացող է լինելու տարածաշրջանում, ու նաև այդ իրողության հետ պետք է հաշվենք, նաև այդ տրամադրության մեջ կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը, որը իմ կարծիքով պետք է լինի հավասարակշռված, Այսինքն Իրանի դիրքերը ամրանում են։ Իմ կարծիքով այս ամեն ինչի արդյունքում Իրանը ամրացած դիրքով է դուրս գալու, գոնե տարածաշրջանում ինքը ավելի խոշոր դերակատար է լինելու, խաղացող է լինելու։ Իսկ մենք ինչ պետք է անենք, մենք պետք է չմտնենք այս աշխարհաքաղաքական խաղերի մեջ, շահերի բախման կիզակետում, հնարավորինս մեզ հերոպային գործընթացից աշխարհի բոլոր կենտրոնների հետ եւ նաեւ մեր հարևանների հետ կառուցենք այնպիսի քաղաքականություն, որպեսզի Հայաստանը դարերի ընթացքում եղել են կռվախնձոր, դարերի ընթացքում խոշոր երկրներ եկել մեր տարածքում են կռվել, գոնես փոքր հայրենիք իրենք շատ են սիրում ասել 29000 քառակուսի, գոնես փոքր հայրենիքում այսօր կարողանանք մենք ապահովել անվտանգություն ու խոշոր խաղացողների բախումը գոնե փորձենք հեռու տանել։ Ինձ թվում է սա պիտի մեր դիվանագիտության։ Իրանի հետ կապված կարծում եք իսկապես հաստատվում է կայունություն, թե հետաձգվում է պատերազմը։ Ես չեմ ասում հաստատվում է կայունություն, այդ մասով չեմ ասում, ուղղակի գործընթացները այն այսօրվա եւ որ նկատում ենք նրան, որտեղ ինչի համար Միացյալ Նահանգները մտավ ասենք ռազմական դրության մեջ, ինչի համար Միացյալ Նահանգները սկսեց այս process-ը, ինքն արժե նպատակին չի հասել։ Ու դրա համար եմ ասում, սա ինձ թույլ է տալիս նաև մենք տեսնում ենք նաև Ամերիկայում կարան որոշակի ԱՄՆ-ում ներքաղաքական զարգացումներ լինեն, նաև որոշակի փոփոխություններ հնարավոր լինեն։ Այո, ապագայում նաև որ ընտրություններ է սպասվում խորհրդանական եւ այլն, սա հնարավոր է որ որոշակի նաև այդտեղ փոփոխություն բերի։ Ես այս տեսանկյունից եմ ասում, որ կանխատեսում եմ, որ Իրանը մի նոր տիպի դերակատարն է տարածաշրջանում, ու ինձ թվում է պետք է մենք շարունակենք հարաբերությունների բարդացիական բոլոր մեր հարևանները, չեմ առանձնացնում Իրան, բոլորի հետ պետք է կարողանանք իրական մեր շահերից բխող քաղաքականություն վարել։ Շնորհակալ եմ։ Զրուցում է Հայ-Աքվե ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ Ցոլակ Ակոբյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։